Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մեր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Արգանքներս բոլոր մեր անդավաճան հեռուստադիտողներին եւ այն կանանց, ովքեր միջև հիմա վայելում են այն մեկ ամսյակը, որը հատուկ մեզ համար էր։ Եվ դուք արդեն գիտեք, ես որոշել եմ մեր թողարկումները լինեն կամ բացառապես ազդեցիկ կանացով, կամ այն տղամարդիկ են լինում, որ ամեն բան անում են իրենց ազդեցությամբ, գրավում են հազարավոր կանանց սրտեր։ Եվ ֆորմատը չեմ ուզում խախտել, ուզում եմ շնորհավոր օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Ասեմ, որ տեսահոլովակի հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ երաժշտասեր հասարակություն ավելի մոտ նստեց, ձայնը բարձրացրեց եւ ասեց. «Տաղանդավոր մեր ընկերն է ոնց որ Ակոպով նայի հյուրը»։ Պատկերացնում եք, ի վերջո նա հասավ ինձ մոտ տաղավար։ Այո, տաղանդավոր, սիմպաթիչնի երաժիշտ Արթուր Պետրոսյանը ինձ մոտ տաղավարում է։ Արձան, ողջույն։ Ողջույն։ Լավ ներկայացրեցի։ Շատ։ Լավ էր, չէ՞ որ ասում եմ, ես կարամ լինեմ օրինակ հաղորդավարուհի, դու որ գնաս օրինակ արտ երկիր, ես պատկերացնում եմ, չէ՞ քեզ ոնց կներկայացնեմ։ Բայց քեզ ողջ աշխարհը գիտի Դինա։ Էլմի լավ։ Օրդեն շատ լավ։ Նախ բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ, մերսի շատ հյուրընկալելու համար։ Գիտես, շատերը օրինակ ասում են
Ակոպովնա, դու ո՞նց ես որոշում, թե ով պետքա լինի քեզ մոտ տաղավարում։ Դե ես սիրում եմ, երբ որ դուք արձագանքում եք, գալիս եք նորությունները ներկայացնում եք, բայց ունեմ նաև շատ համեստ ընկերներ, որոնք լռում են եւ սպասում են, թե ես երբ պետքա հրավիրեմ։ Բայց ասա, այսքան խոսում եմ դրա համար, որ ուշացել ես նրա համար, որովհետեւ դու այսօր գալիս ես, վաղը չկաս։ Մեղավոր եմ։ Երբ վերջին անգամ որտեղ ես եղել։ Ես գիտեմ, որ նոր ես վերադարձել։ Հա, Զինա ջան։ Վերադարձել եմ Եվրոպայից։ Այնտեղ ունենք համերգներ, նվիրված մարտի 8-ի կապակցությամբ, նվիրված մեր մայրության գեղեցկության արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր մայրության գեղեցկության տոնը։ Եվրոպա, գլոբալ արտ, որտեղ։ Բելգիա, Բրյուսել։ Հետո տեսնում են Արտուրը այնտեղ է եւ շատ մեր հայրենակիցներ բոլորը մեկը մեկի ծանոթին զանգում ասում են ոնց են կանում Արտուրը չգնա մեր առիթին էլ նվագի ու տենց վստահ եմ մնում եք։ Հա։ Կա չէ տենց բան։ Շատ։ Ես հո գիտեմ դա։ Որովհետեւ մեր ընկերներ շատերը որ ասում են մեր եղեք երբեք հետ գալիս ասում են տոմս ունենք, բայց անկեղծ չենք կարող ասենք մենք այդ օրը կգանք թե չէ կոմոդելա տենց։ Զինա ջան, շատ։ Շատ լավ։ Արդ փաստորեն դուրս է գալիս, որ բացի այն, որ մեր երգիչները արտ երկրում բավականին տենց մեծ աշուտաշով աշխատում են, Արտուր կերպարը, երաժիշտ, անհատ։ Դու ավելի շատ ես գնում։ Ես մեղավոր չեմ, Զինա ջան։ Մեր ժողովուրդը շատ են սիրում։ Ես շնորհակալ եմ բոլորին, որ լսում եւ գնահատում են իմ երաժշտությունը, իմ արած գործերը, որտեվ դու լավ գիտես, որ ժողովուրդն է բարձրացնում մեզ, ժողովուրդն է գնահատում մեզ ու դա մեզ շատ ոգևորում է, որ մենք ավելի շատ ստեղծագործենք ու մեծ ուժ է տալիս դա։ Հա, Արտյոն, բայց դա այդ բոլորը հետ մեկտեղ էլ փաստով դուրս է գալիս, որ Արտուր ունի կոնկրետ ծրագիր։ Հա։ Ասենք որ զանգարում են, ասում են Արտուր ջան, 30 րոպե, 20 րոպե, չգիտեմ, մեր բենդի հետ, աշ տենց է լինում մարդ։ Դե հիմնականում լինում է տենց, բայց ոնց որ գիտես, Զինա ջան, աշխատում եմ, որ չգնամ տենց կես ժամով, ոնց որ ես էլ ոնց որ կիսատ լինի ինքը։ Հա, կա տենց բան։ Ոնց կարելի է մեր հայկական ավանդական մեր հարսանիքներում գնաս կես ժամով կամ 20 րոպե կամ մի ժամ Այնտեղ լիքը կենացներ կա, լիքը նվիրված կամ չկա տենց մի հատ առիթ արդեն, որ ես գնամ ու այդ առիթի մեջ լիքը լավ ընկերներ, լիքը լավ հարազատներ, մարդիկ չլինեն, Արջան կարող է մնաս, դե չեմ կարող չմնալ, որտեվ ինձ հարազատ են, իմ ընկերներն են։ Ու ես աշխատում եմ դրա համար լինեմ սկզբից մինչև full, հա, դե որ ես էլ հաճույք ստանամ իմ արած գործից։ Շատ լավ, արդ իսկ կա հատուկ ինչ-որ բենդ, թիմ տղաների, որ դու կոնկրետ իրանց հետ ես աշխատում, թե դու անհատ երաժիշտ ես, քեզ հրավիրում են։ Դե հիմնականում անհատ, հիմնականում մենակ եմ լինում, դե հրավերները, որ լինում են տարբեր երկրներ, տարբեր թեկուզ Հայաստանում էլ, դե գիտես, ռեստորաններում ունենք մեր ընկերները, բոլորին շատ լավն են, բոլորը մեր բենդերն են, մեր երաժիշտներն են, չկա տենց մի հիմնական բենդ, որ ես տենց գնում եմ ամեն օր, աշխատում եմ Աղաբաբյանսում, բայց գործի պատճառով չեմ հասցնում շուշուտ գնալ։ Այսինքն ընտրում եք քեզ առիթատեր այս դեպքում նաև։ Շատ լավ։ Դե դու արդեն գիտես, մեզ մոտ տաղավարում նաև հյուրընկալում են մարդիկ, ովքեր առիթների հետ կապ ունեն, դու ամենաանմիջական կապն ունես, եւ ես վերջերս իմ ու քո ընկերներից մեկը ասեց, դե արդեն գիտես Արտուրը մեր երաժիշտ, Արտուրի հետ եմ լինելու փառք Աստծո, որ առավոտից է Արտուրի հետ դուրս է գալի, որ Արտու առավոտից էլ է։ Այո, բա ոնց։ Չգնանք հարսի տուն, փեսայի տուն, չգնանք մեր ավանդական, մեր պապերից եկած մեր ավանդույթները չպահենք, Զինա ջան։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ Արտուրն ունի շատ տեսալովակներ։ Երաժշտության մասին է խոսքս, հատուկ պատվերը Արտուրինն է, ես այդ մասին անգրագետ եմ, չգիտեմ, ինձ մի քիչ ներկայացրու։ Ես ճիշտ ասած շատ եմ սիրում cover անել։ Ահա։ Սենց ասած։ Դե սիրուն եմ։ Հա, բայց ունեմ շատ գործեր, շատ կլիպներ ունեմ, իմ ստեղծագործությունները, որը որ YouTube-ում կա։ Ահա։ Հա, իմ ստեղծագործություններն են, ես եմ ստեղծել դա եւ նկարել եմ տեսահոլովակներ, որը որ YouTube-ում կա։ Այնտեղ գրված է ամեն ինչ։ Դուք արդեն հասկացաք, ես այդպես մեկը ներկայացրեցի։ Արտիստ քո համար պետք է հատուկ ինչ որ, չգիտեմ, միջավայր, ինչ մուսայի համար երաժշտություն գրելու, թե դու այն դեմքերից ես խոսալուց մեկ էլ մուսատեկա գնում ես։ Կարա տենց լինի, Զինա ջան։ Հա, իրոք, կա մեքենա վարելուց,
Հա։ Կամ պարկելուց եւ քնելուց առաջ կարող է դիկտաֆոնով ինչ-որ տենց երկեմ, դիկտաֆոնով զապիս անեմ ու դա գնամ ստուդիա ընկերներիս ասեմ, սկսենք հավաքել։ Շատ լավ, փաստորեն։ Արդ մի հարցել։ Մեր ընկերների շատ տեսահոլովակներում ոնց որ դուետ լինի։ Երկիչը երգում է, Արտուրն էլ ոնց որ հենց քեզ հետ դուետ լինի։ Ես շատ տեսահոլովակներում այդպես ցույց տալի։ Ես ուզում եմ հիշեցնես։ Ես հիշում եմ, որ դու ներ Մանչի հետ։ Այո, բան։ Հետո Անետի հետ։ Ահա։ Մեր լեգենդար Ներսիկի Սպիրյանի հետ, Արաբոյի հետ։ Այնտեղ շատ կան Զինա ջան, իրոք չեմ կարող այդպես թվարկել։ Ես ամենալավը նախապատրաստել եմ ծրագրի ավարտին այո եթեր եմ տալու դա, դու ինքդ կհասկանաս թե որ եմ ես նախընտրում, հա։ Ես ունեմ եւս մեկ թեմա, քանի որ մեզ մոտ մեկամսյակ եմ, եւ ինձ մոտ դու հասկացար տաղավարում գալիս են հիմնականում նաեւ ազդեցիկ կանայք, սրտակեր տղամարդիկ եւ այն տղամարդիկ, ովքեր մեծ ազդեցություն ունեն նաեւ կանանց վրա, նա իրենց գործով ավել բան չեմ ուզում ասել։ Բայց ես ունեմ հարցադրում, որ եւ տղամարդկանց է եւ կանանց։ Դու պատրաստ ես բլից հարցերի։ Առանց մտածելու արագ պատասխանես։ Գնացինք։ Սև թե սպիտակ։ Ես սև գույնը շատ եմ սիրում։ Դարը թե քաղցր։ Դարը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Բարթանում է, հա։ Փող թե սեր։ Փող։ Այլի։ Ինչ մի երկու մտածեցի։ Քաղաք թե գյուղ։ Գյուղ։ Լավ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Հայ ազգից կենաց։ Ապրես։ Հայկական թե այլ խոհանոց, գուրման ես, տնց ուտել սիրում ես։ Բոլորն էլ սիրում եմ ճիշտ ասած, հա։ Աստծուց շատ խնդրում ես, թե շնորհակալ ես լինում։ Շատ խնդրում եմ եւ շնորհակալ եմ։ Եթե շնորհակալվեցի տվածը հարցից։ Եթե չլինի կինն ու գինին, ապա չի լինի։ Ոչ մի բան էլ չի լինի։ Անգույն։ Այո։ Մուգ։ Շատ լավ։ Եվ TV թե հեռախոս։ Չեմ կարող ասեմ երկուսն էլ։ Կորոս, ինչու՞ չես կարող։ Երկուսն էլ։ Եվ վերջի հարցին հուսով երկրորդ չես մտածի, նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Զինա Ակոպովն։ Վերջացավ։ Թե երկար մտածում եմ նեղմամ ես այդ թեմայից։ Շատ լավ։ Դու արդեն նաև գիտես Արջան, որ ինձ մոտ աղավարում, երբ որ իմ ընկերները գալիս են կներեք, ես ձեր փոխարեն, որոշում եմ, ասենք, որ երգը կամ երաժշտությունն ինչի օրվա հոբելյարների համար։ Ստահում ենք քեզ, որովհետև ճաշակը գիտենք, քեզ գիտենք։ Որովհետև ես էլ ունեմ, էլ իմ նախընտրած է, որ ասում եմ, ես էլ իմ օբյեկտում եմ, գոնե ես էլ որոշեմ։ Արդ ես որոշեմ քո լավ երաժշտություններից մեկը այսօր դու օրվա հոբելյարներին նվիրես։ Բայց ուզում եմ տեսախցիկին նայելով նաև շնորհավորես օրվա հոբելյարներին եւ արդեն կանանց ու աղջիկներին։ Ես սրտան շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին, թող լինեն առողջ, երջանիկ, թող Աստված կատարի բոլոր իրենց երազանքները։ Եվ արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր կանանց, քույրերի, մայրերի միամսյակը։ Հիանալի է։ Իսկ ես ունեմ նվեր, կներես, բայց կնոջդ համար։ Այո, եւ Վիստոսը ապրանքանիշն է, բացառապես հայկական եւ ապրանքանիշը մտածում եմ դեռ կանանց մասին Արջան կներեք։ Ես հույսով եմ նվերը կփոխանցես իմ կողմից տիկնոջդ։ Վստահ եմ կհավանի կանացի խնամք է, արձագանք եք։ Տեսնեմ ինչքանով եք հավանել նաեւ մեր Հովանավորի ապրանքանիշը։ Շնորհակալ ենք։ Իսկ դու պատրաստ ես հաճելի երաժշտություն ես ներկայացնել։ Իհարկե։ Վերջացավ, այնպես որ ավելի մոտ եք նստում, հարգարժան հեռուստադիտողներ։ Ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար նվագում է Արթուր Պետրոսյանը, նրան միանում է Level Dance-ի գեղեցկուհիները։
Շնորհակալություն։